Ուրեմն բարի օր, սիրելի բարեկամներ, այսօր հաղորդման հանդիպման ենք հրավիրվել եւ բարեբախտաբար մեզ հետ է Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա անհատ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեկեր գրական միության նախագահ Յուրգեն Յանկովսկին։ Նա իր մեծագույն ջանքերը ներդրեց, որպեսզի մեր գրողների միության հետ մի ձեռնարկ իրականացնենք, այն է եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները տպագրեք գերմաներեն եւ տպագրությունը իրականացվի Գերմանիայում, ուրեմն տողացիները Հայաստանում են արվել հիմնականը, թարգմանությունները գեղարվեստական, գերմանացի ճանաչված գրողները։ Եվ ուրեմն առաջաբանը գրվել է Վազգեն Գաբրիելյանի կողմից ճանաչված արևմտահայ գրականության եւ սփյուռքահայ գրականության գիտակ, դոկտոր պրոֆեսոր եւ փոքրիկ առաջաբաններ Հայաստանի գրողների միության կողմից ես եմ գրել եւ Ֆրիդրիխ Բոդեկեր միության անունից գրել եմ մեր շատ սիրելի Յուրգեն Յանկովսկին։ Ուրեմն ձեռնարկը կարծում եմ հաջողվել է, գիրքը հրաշալի տպագրություն ունի եւ ուրեմն այս ամենին օժանդակել է նաեւ Հալլեի հայկական ամբիոնի ղեկավար Արմինե Աբգարյանը եւ ասեմ, որ այդ աշխատանքը առաջին անգամ է, որ օտար լեզվով մեր գրողները հրատարակվում են մի ամբողջական ժողովածույով, այսքան ուրեմն ընդգրկում եւ պիտի ասեմ, ինչքան որ կարդացել են գերմաներեն, ինչքան որ գիտակներ են ասում, ստացվել է թարգմանությունը, որտեղ այսօր հնարավոր է Հայաստանում թարգմանեն մարդիկ գերմաներեն կամ այլ լեզուներով, բայց կարդան այդ երկրներում, Ավստրիայում, Գերմանիայում եւ ասեմ, որ սա այսօրվա գերմաներենը չի։ Այսպես շատ է պատահում եւ մենք հաճախ թարգմանության մասին խոսելիս պիտի հաշվի առնենք իսկապես գեղարվեստական մակարդակը հաջողել է թե ոչ։ Այս դեպքում ես հավատացած եմ, որ ուրեմն դա հաջողվել է, որովհետեւ Յուրգեն Յանկովսկին ինքը հրաշալի բանաստեղծ շատ ճանաչված մեծ գործիչ է, ես ինքս Մագդեբուրգում տեսել եմ նրա կապերը, Բերլինում եմ տեսել եւ տարբեր տեղերում, թե նա ինչպես է կապեր ստեղծում աշխարհի գրական միությունների, աշխարհի գրողների հետ եւ հետաքրքիր ծրագրեր է իրագործում, այնպես որ մեզ համար հաճելի է հյուրընկալելիս նա մի քանի անգամ Հայաստան եկել է եւ հայ բանաստեղծների գրքերը գերմաներեն են հրատարակել մի քանի տարի առաջ 2012 թվականին եւ նաեւ Հայաստանում մենք հրատարակել ենք ուրեմն գերմանացի գրողների ժողովածուն հայերեն։ Ուրեմն մեր կապերը Ֆրիդրիխ Բոդեկեր կազմակերպության հետ եւ հատկապես Յուրգեն Յանկովսկու հետ խորն են եւ շատ ամուր։ Ասեմ, որ առաջիկայում այս երկու գրքերի, հետո երկրորդ գրքի մասին կասեմ, ներկայացումը պիտի լինի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Դա լինելու է մայիսի 10-ին առավոտյան ժամը 13-ին։ Ինչը? Մայիսի 10-ին ինչ է լինելու։ Մագդեբուրգ քաղաքում Գերմանիայի Դաշնության պիտի լինի այս երկու գրքերի, այս մյուս գիրքներ կներկայացնեմ, սա գերմանացի եւ հայ դպրոցականների շարադրություններն են գերմաներեն լեզվով հրատարակված Գերմանիայում։ Այս երկու գիրքը ցեղասպանության թեմաներով, հատկապես այս գրքի ներկայացումը պիտի լինի, շնորհանդես բառը ես այս դեպքում չեմ ասում, որովհետեւ դա շնորհանդես մի քիչ հայերենում բան է հնչում, այսպես ներկայացում պիտի լինի գրքի եւ ուրեմն ներկայ են լինելու
մեծամեծ հյուրեր, պաշտոնյաներ եւ կարծում եմ ավելի հարմատեղ, քան եկեղեցին չկա նման դեպքեր ներկայացնելու։ Սուրբ Հովհաննես Մաղդեբուրգ քաղաքի գերմաներեն մոխիրը չէ։ Ապմը մոխիր դասի ամանցուի, այո։